Զո ուզած միությունը ինչ է, ինչ կբահանջե։ Այսօր միան պատմականին վրային պիտի անցնիմ, շատ չեմ ուզել երկարել, եւ քալ չորեքշաբթի դերգամի պիտի նայենք, թե ինչ է ճշմարիտ միությունը եւ գեղձ միությունը, որտեղ աշխարհը միշտ կկործածե աշխարհը սելով սատանան եւ իր սիստեմը։ Սատանան միշտ ինչ որ Աստված զրած է, ադոր կապին գնե, գեղձ կապին եւ ադիգա գծախե մարդ արարածին եւ մարդ արարածը շատ ճուճամ կխապի, որովհետեւ ինչ որ սատանան գնե, դուրսեն շատ լավ գերեվի, ինչպես որ այսօր ազատամիտ շարժումը որ գա աշխարհի ամեն կողմը, եթե իրենց սազները մտի գնեք, կսեք, ինչ լավ բան, ամենուն գուզեն, որ ամենը անոթի չի մնամ, ամենալ հավասարը լան, կսենք շատ աղբոր բաներ են, բայց գագը սխալ բաներ գա, սկզբնական սխալներ կան, որ հագա սուրբ կրային են, եւ երբ որ ադոնք մեջտեղ ելեն, շատ հստակ կդառնա, որ գեղձ են այս բոլոր շարժումները, որ կան մեր շուրջը մանավանդ վերջերս եւ Ամերիկայի մեջ աս վերջին 4 տարիներուն շատ ավելի հարաճ գնաց այդ շարժումը եւ գուսանք որ Աստված ողորմի եւ Ամերիկային վրա երեսը փայլեցնե, որովհետեւ այդ շարժումները կոնե քիչմը գենան կամ երթան որովհետեւ արիթ ունենանք անգամ եւս արտնություն ունենալու այս երկրին մեջ։ Միություն բարը, որ միություն բարը ինքնին լսենք, ինչ լավ բան։ Եվ անշուշտ, այսօր ամեն դեղ միության մասին խոսք կա, ամեն տեսակ միություններ, առաջին միությունը, որ մեզի շատ ծանոթ է, ասկերու միություն է, Միացյալ Ասկերը, United Nations, որ քաղաքապար ինքնին շատ լավ է, կսեն թե պետք է ամեն երկիր միանան, մեկ մտքի ծառայեն, մեկ իշխանության տակ եւ իրարու թեմ գրիվ չնեն եւ 1948-ին ի վեր as United Nations-ը գա Միացյալ Ասկերու միությունը, որ մեկ կետրոնը Նյու Յորք է, մյուս կետրոնը Զվիցերիա, դակավին պատերազմները չգեցան։ Ոչ ալ ասենք տնտեսական վիճակները բարելավեցան։ Ինչու արդյոք պատճառը շատ բարձ է, որովհետև այս միությունը սխալ միություն է եւ Աստուծո ուզածին պես միությունը չէ։ Այս աշխարհակաղակական geopolitical շարժումը որ գա, բարձրապես կուզե միացնել ամեն երկիր, ամեն ասկ, որբեսի խաղաղությունը լա, ամեն մարդ իրարու հետ լավը լա, իրենց տարբերությունները մեկ կողմ տնեն եւ միասին կումբայա երգեն եւ ուրախանան։ Ասիգա ըլլալիք բան չէ, որովհետեւ Աստուծո օրհնությունը անոր մեջ չի գա կամ Աստուծո ուզածին պես բամը չէ, հագա Աստվածային է ավելի շիդագը եւ այսօր ուր գփանանք լուրերը կամ քաղաքական ինչ բաներ որ գբադայի միշտ one world order globalism ասպարերը գլսենք եւ ասոնք աշխարհումը այն է որ բոլոր աշխարհի լա տրամական, լա դնդեսական, լա թադական կամ ասենք environment-ի ամեն օրենքները, բաները մեկը լան, նույնիսկ վերջերս սկսան մտածել դուրքերու մասին, taxation-ի մասին, որ ամեն աշխարհ մեկ taxation ունենա, որբեսի ամեն բան թյուրինա, ամեն բան սահուննա եւ աշխարհը լավանա։ Ցադարեք, բայց երբ որ այսպես լա, ով պիտի իշխե, ով պիտի այս օրենքները կամ թե
այս միացումը հսկե, ով պիտի լադոր հսկիչը։ Տեսնեք ուր գերտա այս հարցը։ Եվ անշուշտ մենք շատ լավ գիտենք ուր գերտա, Սուրբ Գիրքը մեզ շատ լավ գսե հայտնություն ովաննուի մեջ, այս բոլորը կպատրաստեն աշխարհը անտիքրիստոսի իշխանության, ինչպես այսօր կան գարկմը համաշխարհային հաստատություններ, որ գործեն իրենց ուժը փանեցնել, բայց տակավին այդ կարողությունը չունին, ինչպես ICC-ն, International Court, չեմ գիտեր ինչ, որ իրենք հեգի մեջ են եւ որուն ուզեն գտադեն եւ գրնան հանցավոր անել եւ աշխարհի վրա են վերցնել մաքրել։ Իրենք այդ քեշ մարտոց յետևեն գերտան շատ լավ բան է անիգա, բայց եթե մեգումը դրվի իշխանություն, որ անոր վրա կոնտրոլ չի գա, ինչ կխորիկ պիտի բադահի վերջավորության։ Կտեսնեք ինչ կդառնա մեր շուրջը։ Anyway, անիգա գաբված է հայտնություն ովաննույն հետ, որ վերջավորության պիտի հաջողին այդտեղ հասնելու, բայց անգեթուրս ավելի կարևոր մեզի համար, հավատացյալներս համար ուրիշ շարժումը որ գա, անցյալ ծերդողության մեջ քիչ մը տբաս միքին, բայց քիչ մը ավելի խորուն կբիդեր տանգայս անգամ, ecumenical շարժումն է, ecumenical, ընդհանրական շարժում կգոչվի, եւ ասոր ընդհանուր նպատակը, սկզբնական նպատակը այն էր, որ բոլոր քրիստոնյա գոչված աշխարհը միացնեն, բոլոր հարաբանությունները միասին կան, անոնք որ եկեղեցի կգոչվին, եւ ասիգա գդանի այս շարժումը թեպի մեկ համաշխարհային կրոնքի, այսինքն ամեն դարբերություններ, ամեն մարդ մեկ կողմ պետք է տնե եւ միանան իրարու հետ եւ իրարու հետ հաշտելա։ Նորեն, եթե նայենք բացադրվածին, շատ լավ բան երևի, բայց հարցը նորեն կփարթանա, որովհետեւ այսօր շատ եկեղեցի կոչված եկեղեցիներ կան, որ ոչ մեկ կապ ունին եկեղեցի ըլլալու հետ։ Ցեզի օրինակ վերած եմ, ցեզ մեր ոմանք տեղյակ են, ես ասկե 7 տարի առաջ հաշվաբարություն գնեի մեկ միության մը, եկեղեցիներու միության անունը չեմ զերդալ, եւ վճարովի կորց իրենց կաշխատեի, եւ իրենց միտինգներում պետք է, հանդիպումներում պետք է երթայի ամսական, որ իրենց հաշիվները ներկայացնեի։ Եվ գնստեի հոն, կսպասեի, որ հոգևոր նույթը բացվի, որ իրենց եկեղեցիներու, որ միության մեջ կգտնվեին, օգտակար բամը ըլլա։ Եվ 4 տարի այսպես աշխատելեն վերջ, օրմը նոր առաջնորդ մի եկավ հունվարին եւ ասավ ուզեմ լսել ամենը թե ինչ բաներ գուզեք փոխել կամ ինչ բան կա որ կրնանք ավելի լավ անել ուզեմ բանալ ամենուց որ ծեր գարձիկները լսեք եւ մինչև այդ բանը չէի խոսել թերևս ասի արիտն են կրնամ օգտակարը լալ եւ փերանս բացիսելով 4 տարից էր մեջն եմ, օրը թեր չեմ լսած, որ հոգևոր նյութեր գծեցեք այս միության մեջ եւ եկեղեցիներու հոգևոր աճման մասին գմտածեք շատ սխալ խոսք խոսեց ամիջապես նյութը դարձավ ռեյսիզմի ինչ տեսակ ակտիվիստ բաներ կան, ամեն ինչ մեջ մտավ եւ ասի, օքեյ, ես իմ բաժինը սրի, այլևս բերանս չեմ բան, արդեն անգևերջ ցկեցիալ։ Սելիկս որ եկեղեցիեզ այդ ամեն բան գնեի, եկեղեցի լալեզ այդ ամեն բան էի, շատ զորավոր էին ակտիվիզմի մեջ, ասինչ անինչ բաները գեդամթեին, միասերական շարժումը
պաշտպանեին եւ ուրիշ ասորբես շատ բաներ, որ ոչ մեկ կապ ուներ Աստծո թագավորության հետ կամ Աստծո եկեղեցին հարաճտիմության եւ աճման հետ։ So այս է որ գսեմ, երբ որ եկեղեցի գստի, ասել չէ թե անպայման եկեղեցի է։ Ուրիշ օրինակ մնալ քալարը բզդիգեր օրը Նյու Յորք տարածեի, մեկ անգամ են կանցնենք որ խանութի մարջևեն Christian Science է գարձել, Christian Science բան սենյակ մգար, որ գնաս մտնել ներսը գարտալ իրենց քիրքերը, library բես բամն է։ Բաբսավ, Christian բան գա ոստեղը, bookstore գասավ։ Զիչի աղջիկս ասի Christian-ըլլարու հետ էչ կապ չունի։ Christian անունի դագ է, Christian Science։ Այդ Christian Science անոք, որոնք տեղյակ են, բան է, կալտ է, և ոչ մեկ կապ ունի քրիստոնեության հետ։ Բայց քրիստոնյա անուն ունի։ Եվ այս ecumenical movement-ը, շարժումը, ուզի այս բոլորը միացնել։ Եվ այսօր գուզեմ նայինք մարդ Արարածին փորձերուն, որ կատարեց, որպեսզի կարենան միացնել մարդկությունը, եւ ինչ եղավ արդյունքը։ Որովհետեւ մարդ Արարած եթե փորձե միանալ, միություն ստեղծել, վերջավորությունը լավ չի վերջանար, որովհետև Աստուծո դուրս կծկե այդ միութենեն։ Եվ գուզեմ սկսենք Ծննդոց 11-ին եւ տեսնենք առաջին անգամ այդ փորձը, որ կատարվեցավ միություն ստեղծելու, ինչ եղավ այդ միութենեն, ինչ մեջտեղ եկավ։ Այդ ինչ կսե Ծննդոց 9:1 եւ Աստված օրհնեց Նոյը ու անոր որդիները եւ սավանոց աջեցեք ու շացեք ու երկիրը լեցուցեք ասիկա գբադահի Քրիստոսի առաջ 2150 թվականին մոտավորապես չրեղեն ամիջապես վերջ Նոյը երբ որ դաբանեն դուրս ելավ Աստված բադվիրեց որ Նոյ եւ իր զավակներ երթան եւ աշխարհը լեցնեն Բայց ինչ պատահեցավ, անոնք փորձեցին իրենց դերմը գտնել, որ հոն հավաքվին եւ ուր էր այդ տեղը Ծննդոց 11:2 գսե, երբ արևելքեն չվեին, սենար երկրին մեջ թաշմը կդան ուն հոն բնագեցան։ Գսե Փոխանակ Աստուծո հնազանդելու բادرեն, որ երթան բոլոր աշխարհը լեցնեն, արևելք չվեցին գսե եւ սենար թաշտը կդան Նոյի սերունդը եւ հոնդեղը իրենց բնագելու դեղ որոշեցին։ Ծննդոց 11:1-ն ալ գսե եւ բոլոր երկրին լեզուն ու խոսվածքը մեկ էր։ Ոս միությունը գար Միությունը գար լեզուի կոնե։ Մենք մեր եկեղեցին շատ լավ գիտենք այս լեզուի դժվարությունը, ինչպես 3 լեզու ունի, կփորձենք 3 լեզուով Աստծո խոսքը դալ։ Այն ադեն այս դժվարությունը չգար, 1 լեզու գար եւ դժբախտությունը այն է, որ այս 1 լեզու ունենալը իրենց միացուց, որբեսի Աստուծո թեմ, երկինքի թեմ շարժին, կործեն։ Չորրորդ համարգսը, այն ադենեսին, եկեք մեզի քաղաքմը ու աշտարակ մշինենք, որուն կլուխը մինչև երկին կասնի ու մեզի անուն շինենք, որ չլա թե բոլոր երկրի վրա սրվինք։ Նայեցեք, ճիշտ Աստուծո սածին հագարակն են։ Ինչու համար քաղաք շինեցին, ինչու համար աշտարակ շինեցին, որբեսի գսե մեզի անուն շինենք նախ ադիգա հբարդության նշան է, այսինքն մենք ըլլանք, մենք մեր յանքին գարավարիչը, կոնտրոլը մեր ցերկը ըլլա, մենք կարենանք մեր վրա իշխել,
որ չլա թե բոլոր երկրի վրա ծրվինք, ասի քոս է որ արդեն Աստուծո թեմ, կտեսնենք, որ ինչպես ասմարտիկը սկսան Աստուծո թեմ պոստանալու, որբեսի չլա թե ծրվինք, Աստվածով կացեք լեցուցեք աշխարը իրեն կսին կոկովի լանք, միասինը լանք, որբեսի չծրվինք, հիմա, այստեղը երկու պաներ կան, նախ քաղաք կշինեն, և քաղաքը ընդհանրապես քաղաքական միության հետ կապված բան է, և երբ որ քաղաքները կշինվին, հոն ստիպված են մարդիկ իրարու հետ միության մեջ լալ և ամեն մարդ նույն օրենքի դակ մտնե և նույն կառավարության հնազանդի, այսինքն տեղական կառավարության և պատմությունը մեզի գսե, ուր որ քաղաքներ կան, հոն մեղքը կշատնա, որովհետև քաղաքներու մեջ միշտ այդ միության քաղաքարը որ գա, ընդհանրապես վերջավորության իրենց Աստուծո թեմ կդարձնե։ Ամերիկայի բարակային, երբ որ մեր նախարարերը, որ այս երկիրը հիմնեցին, իրենց նպատակը շատ լավ էր, որ գրոնքի ազատություն ունենան, մեկը իրենց չստիպե ինչ բանի պիտի ավադան, շատ լավ նպատակով սկսան, բայց հարցան էր, որ չխորեցան, թե պիտի կան ոչ քրիստոնյաներ այս երկիրը, և պիտի անոնքալ ուզեն իրենց հավատքը պահել, և երբ որ նույն քաղաքի մեջ կփնագին երկու դարբեր հավատք ունեցող անձիկ, հոնդեղը հարց կծակի, որտև օրենքով երկուքնալ իրավունք ունին իրենց հավատքը ապրելու, և այսօր մենք շատ լավ օրինակ ունենք Եվրոպան մեր առջևը, որ գրեթե մեծ քաղաքները իսլամանան և քաղաքներ կան, որ Անգլիայի մեջ արդեն շրիա օրենքները կգործածեն և կտեսնենք ադոր վերջավորությունը ու գերտա։ Ուրեմն քաղաքական միությունը ասել չէ թե անպայման լավ բան է։ Ընդհակառակը, երբ որ քաղաքական միություն միտլա, շատ սկզբունքներ գործվին, նամանավանդ եթե քրիստոնեական սկզբունքներ են, պիտի չհաջողին, եթե պիտի միանան ուրիշ հավատներու հետ։ Անգևերջը գսե իրենց աշտարակ մշինեցին, և այս աշտարակի մասին որն խոսի, անշուշտ աշխարհակը չի գա Բաբելոնի աշտարակը, ներկայիս քանդված է, բայց ադոր նմուշները որ կան ուրիշ տեղեր, կծնեն, որ գրոնական աշտարակներ ասիգա, և անշուշտ ուզեին աս աշտարակը բարձր շինել, որբեսի երկինքեն վերը լար, և նպատակը այն էր, որ Աստված չգարենար իրենց հնաչնչել չրհեղեղով, այսինքն ուղղակի Աստուծո թեմ կստամփեին և գուզեին, որ Աստված չգարենա անել ինչ որ ըրավ այդ ժամանակ, Նոյի ժամանակ, որ չրեղը եկավ և ամենը շուրին տակ խեղդվեցան։ Շարունակությունը, եթե գարտանք այս համարներուն, 5-ն 8-րդ համարը գսե, դերը մարդոց որդիներուն շինած քաղաքն ու աշտարակը դեսնելու իջավ։ Դերը սավ, ասոնք մեկ ժողովուրդ են ու ամենուն լեզուն մեկ է, և անիգա շինելու սկսան, և հիմա ինչ որ շինել գխորին, հանմը չգա որ արկիլ է։ Եկեք իջնենք ու անոնց լեզուն հոն խարնագենք, որբեսի ովևէ մեկը իր ընկերին լեզուն չհասկնա։ Դերը անգե բոլոր երկրի երեսը ծրվեց անոնք ու քաղաքը շինելը թաթարեցան։ Իրենք որոշեցին Աստուծո թեմ գործել, Աստվածով շատ աղեք, եթե այդպես պիտի ինեք, ես ալիմ ընելի կսնեմ, և դեսնենք, թե ով վերջավորության ասկեր հաղթական դուրս պիտի կա, և Աստված
գտեսնե քալիք վտանգը անոնց միության հետ միության մեջ եւ անոր համար լեզուները կխանգարե որբեսի չգրնան իրարու հետ հաղորդակցիլ եւ ամեն մեկը գերտա մեկ տեղ եւ այսպես կծրվին աշխարհի ամեն կողմը ինչ որ Աստված ատեն իրենց ասած էր որ պետք է անեին իներորդ համարը գսե անոր համար անոր անունը Փափելոն գոչվեցավ քանզի դերը հոմ բոլոր երկրի լեզուն խառնագեց եւ դերը անգե բոլոր երկրի երեսը ծրվեց զանոնց ինչ գոչվեցավ Փափելոն եւ պատմությունը կգարտանք որ գսե անոնց առաջնորդը Նիմրոդ որ ուղագի աստուծո թեմ բստան փող մեգներ ինքը գլուխ արավ եւ գլուխներ անոնց եւ իր միտքով էր որ այս ժողովրդին առաջնորդեր թեւի աստուծո թեմ ուրեմն ոնց կտեսնենք առաջին անգամ որ մարդ Արարածը փորձեց միություն ստեղծել Աստված խանգարեց որովհետև եթե միությունը լար աստծո թեմ պիտի դառնային եւ աստծո թեմ պիտի աշխատեին անոր համար Աստված ծրվեց իրենց լեզուները խառնելով եւ այդ ժամանակեն մինչեւ ներկա ժամանակը դակավին մարդ Արարածը կփորձե միություն ստեղծել ունենք այսօր Եվրոպայի միությունը որ կփորձե մեկ տնտեսականություն ունենալ մեկ թրամ որբեսի գարենան զորավոր լալ եւ բարդատրել իրենց կամքը աշխարհի մյուս ազգերուն վրա անոր թիմած վերջերս որ սկսավ BRICS-ը Բրազիլ, Ռուսիա, Ինդիա, Չայնա եւ South Africa այս խումբն ալսավ օքեյ դուք Եվրոպա ունիք ամերիկան իր նահանգներ ունի մենք ալ նոր շարժումը սկսենք մենք ալ միություն ստեղծենք որ մենք ալ ուժ ունենանք ամեն այս շարժումները կտեսնենք որ ուժ ունենալու հետ կապ ունին եւ վերջավորության անոր ուժ ունի իշխե մյուսերուն վրա եւ անշուշտ Աստված կսե ես եմ իշխանություն ունեցողը ամենքը ինձի պետք է խոնարհին եւ մինչեւ այնադեն որ մարդ Արարածը կփորձե գլուխը վերցնել աստուծո թեմ իցած լանկոր ադիգա պիտի չաչողի որտեղ Աստված պիտի չարդոնե Աստված իր փառքը մեգումը չի դար Սատանան արավոտյան աստղը ինչրավ ինքն ալ ուզեց իր աթորը երբ որ սերդեցինք Սատանան ով է ուրդեղ են եկավ գսե իր աթորը ուզեց աստուծմե բարձր տնել եւ անոր համար ինգա ով որ փորձե ինք իր Աստվածը լալ անգա ամբեման պիտի ինա Զննթոցի մեջ տեսանք առաջին միությունը դակավին կշարունակվի փորձերը եւ վերջին փորձը մնալ պիտի լավ որ կտեսնենք հայտնության մեջը եւ ասալ մեզի շատ բան գսե հայտնության գրքի մեջ է 6-րդ գլուխի միջև 19-րդ գլուխը մեզի աբակայի քալիք բաներու մասին գխոսի ապշտագութենեն վերջ կատարվելիք բաները եւ այս շրջանը մեծ նեղության շրջանն է որ 7 տարիներ են Դանիելի գիրքին 70-րդ շաբաթը որ Դանիել խոսի անոր մասին եւ այդ ժամանակներում մեջ անաստվածության ժամանակներում մեջ նորեն միությունը պիտի փորձեն ունենալ եւ ադոր մասին կգարտանք հայտնություն 13-ին մեջ հայտնություն 13 7-ը գսե անոր իշխանություն դրվեցավ սուրբերուն հետ պատերազմնելու ու անոնց հաղթելու անոր իշխանություն դրվեցավ բոլոր ցեղերուն եւ ժողովուրդներուն ու լեզուներուն ազգերուն վրա որը մասին գխոսի ասիգա գխոսի անտիքրիստոսին մասին կազանի մասին որ պիտի գարենա քաղաքական իշխանություն ունենալ ամեն լեզուներու վրա գսե եւ ամեն ազգերուն վրա հավասիկ կտեսնենք ոս միությունը այսօր տեխնոլոգին
մեզի շատ արագ կդանի այնտեղ, որ լեզուներու հարցնալ շատ թյուրությամբ պիտի լուծվի։ Եվ ասոր գետրոնը ուր պիտի լա, ինչ կսե, հայտնություն 14 ութի մեջ կսե, անոր յետևեն ուրիշ շեշտակ մեգավ, ուսավ, ինգավ մեծ պապելոնը, բասնզի փոլոր ասկերը արպեցուց իր գադաղի բորնգությանը քինիով։ Գետրոնը պիտի լա պապելոն։ Շատեր գսեն պապելոնը մասնավոր աշխարհագրական դերմն է, բայց ընդհանուր առմամբ երբ խոսի պապելոնի մասին կտեսնենք, որ պապելոնը քաղաքար մնե կամ պատկեր մնե եւ աշխարհի աս միության վիճակի մասին խոսի եւ վերջավորության ամեն տնտեսականությունները, տրամները ամենը մեկ պիտի փորձերներ եւ պիտի հաջողին եւ ասիկա սիստեմը պապելոն կգոչվի, որ բոլորը կփորձեն միանալ, ինչ որ գարտածին կծնոտոցի մեջ պապելոնի աշտարակը նույն փորձը նորեն կգադարվի հայտնությունի մեջը եւ այս անգամ գարտ ժամանակի համար կհաջողին, բայց ինչպես ասի այն բաները, որ կմիանան Աստծո թեմ, վերջավորությունին լավ չի վերջանար եւ շատ լավ գիտենք վերջը ինչ պիտի պատահի։ 17-րդ գլխուն առաջին համարի մեջ կսե 7 ստվարակներ ունեցող 7 ռեշտակներն մեկ եկավ ինձ հետ խոսեց ասելով Եգուր ու քեզի ցուցնեմ այն բորնիգին Թադաստանը, որ շատ ճուրերու վրա կնստի։ Ոս բորնիգի մասին կխոսի եւ ով է այս բորնիգը։ Այս բորնիգը գրոնքներու միացման միությունն է, որ ինչպես ասի սկիզբը, as ecumenical movement, հանրական շարժումը, այո, սկսավ քրիստոնեական հարաբանություններով, որ նույնիսկ անիգա շիդակ չէ, վերջը դեսնենք, որ հիմա, ինչպես անցավ չորքշաբթի ալիշեցի, բաբը կփորձե մյուս գրոնքներն ալ միացնել այս շարժումին եւ փերել ամենը մեկ հովանի դակ, մեկ հովանավորության դակ։ Եվ այս հովանավորությունը կգոչվի բորնիկ։ Ինչ է նշանակությունը բորնիկին։ Հասկանալու համար ասի պետք է երթանք 5 դագարան, երբ Աստված Իսրայելի ժողովրդին բորնիկությունը ռիկտսե։ Ինչու՞։ Որտեւ Աստված զադեց Իսրայելի ժողովուրդը, որի ժողովուրդը լան, բայց անոնք չասվածներու յետևեն կացին, գուրքերու յետևեն կացին եւ բորնգեցան։ Այսինքն Աստուծո հաշիվով, երբ որ բորնիկ կգոչե Իսրայելի ժողովրդին, Իսրայելի ժողովրդին իր ամուսնության պատկերը կփերը մեջտեղ, որ ինքը արավ Իսրայելի ժողովրդին, բայց Իսրայելի ժողովուրդը այդ հարաբերության մեջ չմնաց, այլ գնաց դուրսեն հարաբերություններ ունենալու տարբեր չասվածներու հետ եւ ador համար Իսրայելի ժողովրդին բորնիկ կգոչե։ Եվ աս վերջին մասը, որ հայտնության մեջ կգարտանք, մեծ պապելոնի մասին կխոսի, կտեսնենք, որ այդ քանի բորնիկ կսե, սելը թե գրոնքի հետ կապ ունեցող բան է, որովհետև 5 դագարանի մեջ այդ մեզի գծություններ բորնիկության մասին, եւ այս միությունը մեջտեղ պիտի կա գրոնքներու միությունով նախ, okay, գրոնքներու միությունով, երբ գրոնքները միանան, չեմ գիտեր, վստահ լսած եք, անաստվածները միշտ կսեն, եթե գրոնքը վերցնես, ամեն բան կշտկվի, սեն գրոնքներու երեսեն այս բոլոր բادرազմները կան, այս բոլոր աշխարհի խանգարումները կան, եւ այդ ժամանակ պիտի փորձեն ամենը մեկ գրոնք գնել, որբեսի գարենան այս աշխարհի բաժանումները մեջտեղ վերցնեն եւ միությունը լա, եւ երբ որ միությունը լա, կտեսնենք, որ անտիքրիստոսը պիտի կա եւ ador վրա նստի գլուխը լա։ Եվ 10-րդ գլխում մեջ գիշե գսե շուտ մարգարեն պիտի լա, որ մարդոց պիտի առաջնորդե
անտիքրիստոսին։ Ինքը պիտի լա առաջնորդող։ Այսինքն այս գրոնքներու միացումով է որ պիտի մարդիկ կարեն մտնեն թութ մարգարեին իշխանության տակ։ Եվ ասում կուզեմ որ գիտնակ, որովհետև այսօր շատեր կան, որ ասեն այս ecumenical շարժումը շատ լավ բան է եւ պետք է ամենքս միանանք, մեր տարբերությունները մեկ կողմ տնենք, իրարու հետ հաշտ լանք, բայց ինչ քինի դակ մենք մեր տարբերությունները մեկ կողմ գնանք տնել, եթե գարտանք Սուրբ Գիրքը շատ հստակ կլա ադոր վերջավորությունը մեզի ուր գտանի այդ միության։ Հայտնություն 2:20-22 գսե, բայց քեզի թեմ փամ ունի, որ կթուլատրես հեզապել գնոջ, որ ինքսինք մարգարեյու անվան է, իմ ծարաներս մոլորեցնելով սորվեցնե բորնգություն ունել և գուրքերու զոհվածներ ուդել։ Ես անոր ժամանակ տվի իր բորնգությանը համար աբաշխարելու, բայց չաբաշխարեց։ Ես զանիգա անգողին պիտի ծքեմ ու անոր հետ շնություն նողները մեծ նեղության մեջ, եթե իրենց կործերուն համար չաբաշխարեն։ Ոս քիչ ավելի գստագանա, բորնգության պարը մարգարեի հետ կապված և ասիգա գրոնքի հետ կապ ունեցող հարց մնե, որովհետև գսե գուրքեր բաշտեցին, ինչ-որ բացադրեցի քիչ առաջ, տեսնենք ոս ավելի գստագանա, և գսե անոնց ժամանակ տվի որ աբաշխարեն, այսինքն հավատքի հետ կապ ունեցող անցիկ էին ասոնք, բայց չաբաշխարեցին գսե, և վերջավորությունը լավ չի վերջանար։ Անոր գողքին կարդանք երկրորդ Կորինթացիս 11:2 գսե վասնզի ցեզի հանդեպ աստվածային նախանձ ունիմ, վասնզի ես ցեզ էրգան մը նշանեցի մաքուր գույսի մը պես Քրիստոսին առջև հանելու։ Դորեն կտեսնենք հավատացյալներուն համար գսե գույս պարը կկործած է։ Եվ գույսը մաքրության նշան է, բայց ես ցեզի էրգան նշանեցի գսե, բայց դուք ուրիշ մարդոց յետևեն կացիք։ Եվ ասիգա հավատքի մասին խոսի, ոչ թե որ այս մարդիկը իրապես նշանված էին Քրիստոսին հետ, այսինքն ֆիզիկականի մասին չէ որ խոսի, հավատքի խոսքերն, որ պատկերման է ամուսնության պատկերը կգործած է բացադրելու, թե ինչ կբադայի բորնգության մեջ։ Հայտնություն 17:5-ի մեջ կտեսնենք, որ Աստված շատ կստագացնե, թե ինչ պիտի ըլլա վերջավորության 17:5, սե անոր ջագդին վրա անունը գրված էր խորհուրդ մեծ Փափելոն բորնիկներու ու երկրի բղծություններուն մայրը, որը մասին խոսի միացյալ գրոնքի, այդ գրոնքի միության մասին է որ խոսի, որտև ավասիկ նորեն մեծ Փափելոն պարը կգործածվի և բորնիկ պարը կգործածվի։ Հոս երկու պարերը միասին կբերե, ավելի ստագացնելու, թե ինչ կբադահի։ Մեր չարչվա սերդած ծննդոցեն համարներեն և պատմութենեն ավելի կստագանա, թե վերջավորության ինչ կգադարվի այս հայտնություն հովաննույի մեջ։ Հայտնություն 17:3-ին մեջը գսե ու զիս արավ անաբադ դարավ հոգիով ու դեսագիմը, որ գարմիր կազանի մը վրա նստեր էր։ Այն կազանը լեցուն էր հայության անուններով ու 7 գլուխ և 10 եղջյուր ուներ։ Տեսնենք, որ այս գինին մասին, որ խոսի, որ միացյալ գրոնքներն են, հավատքի այդ կապվածությունը, միությունը, որում վրա նստած է անտիքրիստոսի վրա։ Այսինքն անտիքրիստոսն է, որ իրեն գտանի գոր, այս բաները ընելու։ Եվ անտիքրիստոսի շարժումն է
ասիգա։ Եվ վերջավորության կտեսնենք, որ անգամ որ անտիքրիստոսը իր ուժը կստանա եւ այդ գրոնքներու միջոց միացման պատճառով իր իշխանությունը կհաստատե, կտեսնենք նայեցեք ինչ կբադայի 12-ին 16 համարներու մեջ անտիքրիստոսը ինչ կնե այդ գնոջ Պապելոնին խորհրդին 10 եղջյուրը, որոնք տեսար 10 թագավորներ են, որոնք թեր թագավորություն առաջ չեն, հավա Քազանին հետ մեկ ժամուչապ թագավորներու բես իշխանություն պիտի անեն։ Անոնք մեկ կամք ունին ու իրենց ծորությունը եւ իշխանությունը Քազանին գուտան։ Ասոնք Քարնուգին հետ պիտի բادرազմին ու Քարնուգը անոնց պիտի հաղթե, քանզի անիգա տերերուն դերն է ու թագավորներուն թագավորը եւ անոր հետ յողները կանչված ու ընդրված եւ հավատարիմ են։ Ուսավ ինձի այն ճուրերը, որոնք տեսար, որոնց վրա բորնիկը նստեր էր ժողովուրդներ են։ Տեսնեք, լավ մտի գրեկոս, ժողովուրդներ են ու բազմություններ, ասկեր ու լեզուներ, նորեն նույն բարերը գործած է, ասկեր ու լեզուներ։ 10 եղջյուրները, որոնք Քազանին վրա տեսար, անոնք պիտի ադեն բորնիկը, ու զանիգա պիտի մերգացնեն ու անոր մարմինը պիտի ուդեն, ու զանիգա գրագով պիտի այրեն։ Ինչը սել գուզաս համարներու մեջ, քիչ մը բավական շվարելիք բաներ խոսեցավ, այս է, որ անգամ որ անտիքրիստոսը իշխանությունը ծեր կառնե, աս գրոնքներու միացման պատճառով այլևս գրոնքներն ալ դուրս պիտի նետե։ Այդ միությունը պիտի գործանե եւ ոչ մեկ իշխանություն պիտի ունենան։ Եվ սատանան ասե, սատանային կորձ ասե սիրելներ։ Կորձածե մեկում է դո անոր վերցնե մեջտերեն քնաչինչ գնե եւ աստեղ շատ հստակ կլա որ բոլոր ասկերը բոլոր հավատները պիտի միանան ինչպես 17-ը մեկի մեջ ագացածինք սկիզբը Եգուր ցուցնեմ այն բորնիկին Թադաստանը որ շատ ճուրերու վրա կնստի եւ վերջարության ոս հացադրես է ճուրերը ինչ են ժողովուրդներ եւ ասկերն են Եվ 15-րդ համարի մեջ նորեն գրտնեց հստակ կլա թե որ այս ecumenical շարժումը, ընդհանրական շարժումը բոլոր աշխարհի վրա դիտելա եւ այսօր մենք շատ հստակ կտեսնենք ասկե 20 տարի առաջ դերևս ասիգա այնքան հստակ չէր բայց այսօր կտեսնենք որ ոչ թե միան քրիստոնեական հավատներն են հարաբանություններն են որ կմիանան այլ նաեւ ամեն գրոնքները բիդիկան այս ecumenical շարժումին դակ Եվ սադանան պիտի կործածի ադիգա, որ անտիքրիստոսը մեջտեղ բերե։ Եվ այս սևով վերջին միությունը, որ պիտի հոյանա, կտեսնենք, որ հայտնություն 18-ի մեջ աստված ինչպես պիտի գործանի անիգա և անգամնալ հոյություն պիտի չունենա։ Այստեղ պիտի գենամ, Այսօր պատմական մասը սերդեցինք, միությունը ուրը սկսավ և ուր պիտի վերջանա և ինչ վտանգներ ունի, կալ անգամ դերգամի ավելի պիտի հստակացնեմ այս ecumenical շարժումին սկզբունքները և իրենց ուղեցույցը և շատ հստակ պիտի որ ասիգա ուղագի սադանայական շարժումն է եւ ոչ մեկ հավատքի կապ ունի հավատքի հետ կապ ունեցող բան շատ լավ կուզեմ աղոտ մնենք եւ անգե վերջը պիտի հարցումներու անցնենք մեկ բան ասեմ որ ըսկուշլանք շատ սուտ մարգարեներ սուրբ գիրքը շատ սուտ մարգարեներ պիտի կան վերջին օրերը Պիտի փորձեն համոզել մարդոց, որ ասիգա է ճամփան, ասի է շիդագը միությունը կարևոր է, բայց ես գսեմ միություն, over միությունը դուրս մնա անոնք են որ պիտի ազատին, անոնք են որ հավատարիմ պիտի մնան եւ անոնք են որ երբ որ Հիսուս կա ապշտագելու անոնք են որ պիտի Հիսուսի հետ երթա մնացածը արդեն
խոսանքեն դարված աշխարհի հետ խառնված պիտի ըլլան։ Դեր դար որ բոլորս արդեն եւս կաստ մնանք, որ չդարվինք այսպիսի շարժումներով, որ չգործվի կսեմ մեկ խոսքով դերը պահե բոլորը աղոթենք երկնարար շնորհակալ